Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Դատախազությունը պահանջում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել 11 շարժական եւ անշարժ գույք 3 միլիարդ 56 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազությունը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր ԱՀՆ-ի հետ հանդիսանալով Երևանում կառուցվող բազմաբնականան շենքերի կառուցապատող նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման ու առուվաճառքի պայմանագիր ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։ Բազմաբնականան շենքերի վերաբերյալ ավարտական ակտի տրամադրումից հետո ԱՀՆ եւ ՆԱՆ պարտավոր լինելով մինչեւ 2025-ի մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում ունեցած եկամուտների վերաբերյալ տարեկան հաշվարկ 310 միլիոն 957 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով նշված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հաշվարկը, թաքցնելով հարկման օբյեկտ հանդիսացող իրենց եկամուտները։ Ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռթուք է տեղի ունեցել Անվաստանյալի եւ տուժող կողմի հարազատների միջեւ, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաեւ դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Մարտի 25-ին հաղորդում է ստացվել, որ դեռևս անցած տարվա հունիսին կինը սոցիալական հարթակի միջոցով ծանոթացել էր փաստաբան ներկայացած մեկի հետ, որը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ դրանից հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ։ Սոցիալական հարթակներում որպես փաստաբան հանդես եկող անձը Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 24 տարեկան երիտասարդ է։ Մարտի 31-ին Սայաթնովայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է Արփաթ գյուղում հաշվառված 21-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր բնակարային գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար։ Ապրիլի 2-ին Երևան Արմավիր ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվերն իր վարած Զիլ եւ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաներով են բախվել, վթարի հետևանքով Ford-ի վարորդը տեղում մահացել է։ Ապրիլի 1-ին Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Ներսեսը կորցրել ինքնազգացողությունը եւ իր վարած 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելափաթ նշներին։ Բժիշկները արձանագրել են վարորդի մահը։ Ապրիլի 1-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակ Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին ու հողաթմբին եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 1-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ, շրջփրկարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել է տնակը մոտ 80 քառակուսի մետր, տուրացներ չկան։